Մինչ Հայաստանում իշխանությունները փորձում են հանել ցեղասպանության հարցը օրակարգից, իսկ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դնում ցեղասպանության հարցը, նշելով, որ դեռ պետք է հասկանալ ինչ է տեղի ունեցել ցեղասպանության ժամանակ, զուգահեռ լույս է տեսնում թուրք գրող Ահմեդ Ալթանի Օսմանյան քարյակ շարքի վերջին հատորը, այն տարի վերնագրով, որը անդրադարձել է 1915 թվականի հայոց ցեղասպանությանը։ Գրքին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ է կատարել նաև Քլարք Համալսանի հայագիտության կենտրոնի ղեկավար թուրք պատմաբան եւ հետազոտող Թաներ Ակչյամը, որը տարիներ շարունակ ենթարկվում է թուրքական ծայրահեղ ազգայնամոլական շարժումների հալածանքներին։ Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակ լինելը վաղուց գաղտնիք չէ, հատկապես վերջին տարիներին Ռեջեփ Թայիպ Էրդողանի միանձնյա իշխանության պայմաններում բազմաթիվ մտավորականներ ստիպված են եղել լքել երկիրը։ Շատերը ենթարկվել են հետապնդումների, իսկ որոշների դեպքում հարցը հասել է կալանավորման ու նույնիսկ դատապարտման։ Էրդողանի վարչակարգի զոհերից մեկի օրինակ է ժամանակակից թուրք գրող, լրագրող եւ հրապարակախոս Ահմեդ Ալթանը։ Վերջինս մեղադրվել էր 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի առնչություն ունենալու մեջ եւ 1 տարի անց դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Սակայն բողոքարկումներից հետո դատավճիռը վերացվեց եւ 2021 թվականին Ալթանը ազատ արձակվեց։ Նա լայնորեն հայտնի է նաեւ հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հրապարակային հայտարարություններով։ Մի քայլ, որը Թուրքիայում շարունակում է մնալ բարձր ռիսկային քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի պատճառով, որով անհատները ենթարկվում են պատասխանատվության թուրք ազգին վիրավորելու մեղադրանքով։ Բանդում գտնվելու տարիներին Ալթանը շարունակել է աշխատել իր Օսմանյան քարյակ շարքի վերջին գրքի վրա, որի ստեղծման գործընթացը սկսել էր դեռ 1998 թվականին։ Վեպի գործողությունները տեղի են ունենում 1915 թվականին, ընթերցողին տեղափոխելով Օսմանյան կայսրության պատմության այն շրջան, երբ նույն տարում միահյուսվել են ինչպես կայսրության ռազմական հաղթանակները, այնպես էլ մարդկային մեծագույն աղետը։ Գիրքը ներկայացնում է Դարդանելի արշավանքը, Գալիպոլիի մարտ, որը թուրքական գրականության մեջ քիչ ուսումնասիրության արժանացած թեմա է, եւ այն համադրում է 1915 թվականի ողբերգական իրադարձությունների հետ, ներկայացնելով կայսրության պատմության ամենաբուռն փուլերից մեկը։ Ալթանը Publishers Weekly-ին տված հարցազրույցում խոսել է ստեղծագործական գործընթացի դրա բարդությունների եւ կայսրության մութ կողմերի մասին, ընդգծելով գրականության դերը պատմական ու հուզական ճշմարտության փոխանցման գործում։ Գրականությունը ոչ միայն պատմական ճշմարտությունն է բացահայտում, այլև թույլ է տալիս հուզական կապ հաստատել անցյալի իրադարձությունների հետ։ Մտավոր ցնցումը, որը մարդը զգում է կարդալով երեխայի սպանությունը դիտող կնոջ ապրումների մասին, շատ ավելի խորն է, քան արձագանքը՝ 1 միլիոն մարդ սպանվեց փաստական պնդմանը։ Առաջինն օգնում է շատ ավելի լավ հասկանալ ամբողջ ճշմարտությունը։ Այս տարի 27 տարվա աշխատանքից հետո այն տարի վեպը հրատարակվել է Էվերեստ հրատարակչության կողմից։ Վեպի գլխավոր հերոսներն են Դարդանելի հրետանու հրամանատար գնդապետ Ռագըբ Բեյ եւ պատերազմի տարիներին անհետացած Հայկին Էֆրոնյա։ Ստեղծագործությունը ներկայացում է նրանց միջև ձևավորված սիրային պատմությունը, ընդգծելով սպայի հայրենիքի համար մղվող պայքարի եւ նրա սիրելիի նույն վարչակարգի կողմից ակսորվելու ողբերգական հակասությունը։ Համադրելով Էֆրոնյայի տառապանքները գաղթի ճանապարհին ու Ռագըբի ապրումները առաջնագծում, Ալթանը մանրամասն ներկայացնում է այն ժամանակահատվածը, երբ կայսրությունը միաժամանակ ապրել է հաղթանակ եւ ամոթ։ Անհատական պատմությունների միջոցով վեպը վեր է հանում, թե ինչպես իշխանական որոշումները հանգեցրեցին կայսրության փլուզմանը։